քարտեզը, որ դուք գցրել եք ձեռքին, 21 թվականին Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնարար։ Ես եմ այդ քարտեզի հեղինակը։ Հա, եւ հիմա եւ դուք Հայաստանում եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքներ եք պահելու։ Եվ եթե այս քարտեզի արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Ջերմուխի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած այս քարտեզը ամբողջական է։ Լսեք, ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում եմ խոսել գործերից։ Ակնհայտ է, որ այս քարտեզը այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջան։ Հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն ունի։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV 5-ի բաներ, լուրերը նայեք կամ մենակ անդիմաց, բա որ կարդացել եք, բա որ գնում է նախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ կարողանաք թողնես վերջացնել։ Չեմ ասելու քեզ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էլ էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, այստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու է, այսինքն դրանով Ադրբեջանի ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան։ Չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Ինչա՞։ Հա։ Ասում էր, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթ գոյություն չունի, կա ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաև ֆինանսական, ինչպես նաև քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաև փոխնախագահ եկել այստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվենք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետև մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Բա ինչ պետք է անենք, այո, բա ինչ պետք է անենք, միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, Պրագա ճանաչելը նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում ես, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի օրինակ հապկի այն հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության հետս չանա կռիվ մի արա, ամոթա։
ամոթա, սպիրոպես սպասի։ Չէ, ես ասել եմ, ես կհանդիպեմ իրանց հետ, միայն իրանց եթերում, իրանց եւ մի քանի խմբագիրների հետ։ Մնացած դեպքում Կարինե ջան, իսկ կլինի վերջացնեմ ասածս, որտեվ կարևոր է, որտեվ դուք տենց բաց եք թողում հարցերը, ձեզ թվում է ընթացքում մի հատ էլ երկու հատ էլ խոսակցության, մի րոպե, ստոպ։ Եվ հա, բա ինստիտուցիոն հիշողություն ունեք, բա Պրագայում եթե վերադառնանք, դրան ձնին է կվերադառնամ։ Պրագայում եթե Հայաստանի Հանրապետության տարածքները մենք չճանաչեինք, մենք Պրագայում ոչ թե Հայաստանի բանն ենք անչախ, Ադրբեջանի տարածքն ենք, մենք մեր տարածքն ենք, որտեվ Հայաստանը սկսում է այնտեղ, որտեղ որ ավարտվում է Ադրբեջանը։ Եթե դու չես ճանաչում դա քո ամենամեծ դաշնակից եւ երաշխավորը ձեր կողմից, ձեր ուժի կողմից սիրված, Ռոբերտ Քոչարյանի կողմից սիրված Պուտինի գլխավորության մեր դաշնակիցը ասում է դուք Ոդ ինքն է ասում, հա, ես չեմ ասում, լսեք, որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի հետ, դրա մասին չի խոսքը, որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ Տրամփի հետ կապված կասկածներ հայտնում, ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամփի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից երբ որ ժամանակը եկավ, ասես, դե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ այսքան տեսախցիկի առաջ, որ ասում եմ, քեզ թվում է ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, որ ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ ելը կներես, էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակահայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։ Հաջորդ հարցը, խնդրեմ։ Հանդիպում եք քաղաքացիների հետ եւ տարբեր դժգոհություններ ներկայացնում։ Այո։ Ինչպես եք վերաբերվում այդ դժգոհություններին, օրինակ արցախցի կնոջ դժգոհությունը բազմաթիվ արձագանքներ լսեցինք։ Հարցը չհասկացա կներեք։ Վերաբերվում դժգոհություններին։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ես շատ Նարեկ ջան խանգարում ես։ Նախ եւ առաջ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում այլևս ինչի Հայաստանում աշխարհում երևի տենց օրինակ շատ քիչ կա, ենթադրում եմ, որ չի լինի, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը մետրոյում կարող է քաղաքացիների հետ շփվի եւ ես երեք համացանցն էի նայում, բացի դժգոհություններից եւ մնացածից, շատ ու շատ տարբեր երկրներից ակնհայտ էր, որ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս մեր ընդդիմադիրների հայտարարությունը այնքան բաց, այնքան ժողովրդավար երկիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բանավեճի է բռնվում իր քննադատի հետ մետրոյում եւ դա ուղիղ եթերով գնում է հենց վարչապետի էջով, դա միանշանակ դրական եմ գնահատում, ինչ վերաբերում է վեճին, վարչապետը դրա հետ կապված իր կարծիքը ասել է, ես համարում եմ, որ վեճի հետ կապված այդ ուղիղ եթերը հենց իրական պատկերը ցույց տալու համար է։ Այո, կան մարդիկ բնական է, որոնք դժգոհ են, կան մարդիկ, որոնք քննադատում են։ Ես երեգել եմ ասի, չի կարող ազգային ժողովի պարլամենտի դահլիճում եւ Հայաստանի Հանրապետությունում որևիցե կուսակցություն լինի 100%-ով։ Մեզ դե բա ինչ էր։ Դե ես չեմ կարծում, լսեք, այն բռնությունը, այն բուլինգը, հա, հիմա հայտնի տենց բարկա, որը իրականացվում է իմ նկատմամբ, վարչապետի նկատմամբ, մեր ընտանիքի անդամների նկատմամբ, մեր ընկերների նկատմամբ, հենց նույնը մի րոպե, երեխաները, չէ՞։ Իսկ դες թվում է, հələ մի րոպե։ Նարեկ ջան, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք, դες դրան պատրաստ եմ, ես դրան չեմ բողոքում։ Ես անարդարությունից եմ բողոքում, որ ձեզ թվում է օրինակ իմ
երեխաները գրել չգիտեն, թե կարդալ չգիտեն, թե ինտերնետ չեն մտնում, հենց ձեր լրատվամիջոցները, որ Ալեն Սիմոնյան անուն ազգանունը, չգիտեմ, մեկը 5 րոպե հարցազրույց է տալի, վերջում ասում է, բայն Ալեն Սիմոնյանը, բռնում վերնագիր եք դնում, բայն Ալեն Սիմոնյանը 5 րոպե մարդը նայում, ասենք իմ երեխեքը չէ, այսինքն այդ ամեն ինչը դուք անում եք, բայց չեք նկատում մեր նկատմամբ, մեր նկատմամբ վարչապետի ընտանիքի նկատմամբ, վարչապետի երեխեքի, իմ մոր, իմ ընտանիքի անդամների նկատմամբ, այդ չեք նկատում։ Լսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը վրդոված, որովհետև խոսք է գնացել Հայաստանի Հանրապետության սահմանի մասին, խոսք է գնացել մեր երկրի մասին, վրդոված ասել է, բայց ես ինչ եք խոսում, մեր երկիրն է, էս է ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, ինչ էր ասում, ասում էր ձեր երեխան մի արեք դա, ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, վա, տեսակ բան եղավ, ուրեմն, կրկնում եմ, դա բանավեճ է եղել եւ վարչապետը դրանից հետո այն բոլոր մտահոգությունների դեպ երևի եթե չեմ սխալվում առաջին հենց ձեզ ասեց Շենգավիթում ասեց եթե ինչ որ բան կա որը որ ես ինչ որ չափով անցել եմ ես ներողություն եմ խնդրում հետո ուղիղ եթերում ներողություն խնդրեց հետո մի հատ էլ ստատուս գրեց ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում քանի երկրի ղեկավար կա որ երբևիցե որևիցե մեկից ներողություն ա խնդրել այլ ոչ թե դրանից հետո նույնիսկ հոխորտացել է հենց որ Փաշինյաններ ներողություն կխնդրեն միանշ իսկ քիչ ա եղել որ տենց ա եղել իսկ քիչ ա եղել հələ մի րոպե իսկ քիչ ա եղել որ տենց ա եղել կարամ լիքը օրինակ արձագանքից հետո նոր ներողություն խնդրեց հաշվառելով որ ընտրությունը ոչ մշտապես վարչապետը ելույթ ունի որտեղ ասում է որ ներողություն խնդրելը այն մարդուն որ ներողություն ա խնդրում բարձրացնում է դուք հիմա ինչ եք հարցնում այսինքն Նիկոլ Փաշինյանը այն մարդն էր որով տենց մշտապես մարդկանցից հեռու եւ այլ լավ էլի ձեր դոշի այդ քարտեզի վրա արծվաշենը չկա եւ Նիկոլ Փաշինյանը երբ գալիս էր քարտեզով արծվաշենը միշտ պահում էր բայց ուր է միշտ առանձին պահում էր հես արծվաշենը լսի հես արծվաշենը Փաշինյանը միշտ առանձին պահում էր իր ձեռքում եւ Սխալ գիտես, հես արծվաշենը ու ես չափ մասշտաբի մեջ ներողություն եմ խնդրում Արծվիկ Մինասյանը չես գլխից որ վերել էինք այստեղ վերևի Հայաստանի քարտեզն էին կպցրել ասում էր մեջը Սևանի ջուր չկա թարգեք այդ Ուղղակի Փաշինյանը միշտ արծվաշենը պահում էր իր ձեռքում եւ քանի որ Ալիևն ասում է չէ վերադարձնել մեկ մտածեցիք պայմանավորվածություն կա դու առանձին պահի քո մոտ հենց ուզենամ ցույց կտա հես արծվաշենը կա արծվաշենը խնդրում եմ ուշադիր եղեք Եվ երեք փաստաբանը պարոն Սիմոնյան երեք հազանգում էր որ փաստորեն Կորնիձորում երեք արցախցի լուսանկարվել է Արցախի ֆոնին եւ ազգային անվտանգության ծառայությունը նրանց վերադառնալիս հեռախոսները խլել է ձեռքից տարել են ոստիկանություն այնտեղ ասել են եթե այդքան կարոտել եք Արցախը վերադարձեք այնտեղ հանձնվեք այս ամեն ինչը որքանով է ընդունել եւ արդյոք հիմա Արցախի ֆոնին նկարվել արդեն քրական պատասխանատվություն է ընդհանրում հասկանամ ինչ հետաքրքիր է զուտ հետաքրքիր է իսկ ինչ է այդ դեպքում վազգում երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի վատ եք զգում ինչ եք վազգում զուտ հետաքրքիր է չեմ հասկանում հայկա հասկացա իսկ ուզում եմ հասկանամ իսկ ինչի այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս ուղղակի հետաքրքիր Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին խոսում ինչի չեք տալիս որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք եւ դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական սխալ է անում պահանջատիրական բաներ ներկայացնելով այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք որ ինչ որ մի երկրում ինչ որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Ոչ մեկ չէ։ Ես ներողություն եմ խնդրում Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ Բախեք ուրիշ անդր։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես լուրջ ես ասում, դրանից հետո ինչ ա եղել։ Այդ ձեր մտածելակերպը անջատեք Հայաստանի Հանրապետություն, բախի չէր ճանաչում 30 տարի այդ անկախը Հայաստան, էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ ջավախքը Հայաստան չի, ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա արծվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայի։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ անունը ինչա, ինչ
Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի։ Ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան երբ են ասել։ Գնացեք նայեք, կգաք ինձ կասեք, վերջին կպատասխանեմ, ստեմ չեմ գնում։ Բայց ինչա՞ ձեզ։ Եկալնի վերջացնում։ Ուղղակի սրա շարունակում։ Կշարունակենք ստեղ եմ։ Ինչն էր հարցը։ Ինչի են տարել, չգիտեմ, դիմեք ազգային անվտանգությանը։ Ես ազգային անվտանգության տնօրենն չեմ։ Ես հարցնում եմ, ասում կարող է վտանգավոր լինի եւ քրեական պատասխանատվության ենթարկվում, ես Արցախի ֆոնին փաստորեն նկարվել է։ Վտանգավոր լինի։ Ֆոնին նկարվել է Արցախ։ Ես չգիտեմ Արցախի ֆոնին նկարվել է ինչա նշանակում, ներողություն եմ Ձեզ խնդրում։ լավ պետք է իմանալ, դուք եք Աղդամի ֆոնին։ Ակնան ձեր հայրենիքը չէ։ Լսի, ես ակնաբար չեմ օգտագործել, Աղդամ եմ ասել, հա, դա մեկ։ Երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ դու նույն ձեր տրամաբանության մեջ, ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել, մտածել եմ ինձ էլ են ներարկել, որ դու պետք է սրանով չբավարարվես, դու պետք է սենց նստես, նայես գետից, Արաքս գետից ենկում ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հաստատվելու ենք կամ Թուրքիան թուլանա, մի օր հաստատվելու ենք։ Իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է։ Ու այո, ես սխալ եմ արել։ Էլի կա այդ հիշած։ Չէ, Նարեկ ջան։ Չէ, պարոն Կիրակոսյան, այս աղջիկն է հասցալի։ Մի րոպե։ Պետքա սպանել, պետքա խեղդել այն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա ես կորցնում։ Հենց դու դա չխեղդեցիր, այս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու։ Ախր ես զարմանում եմ, որ դուք այսօրվա աշխարհում չեք հասկանում, որ ես չգիտեմ, ասենք, չգիտեմ, այդ եթերով կարամ այդ բանը ասեմ, թե չէ, բայց այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Երեխեք, ով է, եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն որդովելու են։ Ռուսները ասել են «Мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ժողովուրդ, ռեալ, երեխեք, այդ կենացները, այդ դոշ ծեծելը թարգեք։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21 նշում եք, դուք թե չեք նշում։ Նշում եք, թե չեք նշում։ Նշում եք, հարցը տալի, նշում եք, ինչի մասին է դա։ Նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է։ Ինչով է անկախացել։ Այս տարածքով է անկախացել։ Սա է նորից այս կողմը Հայաստան չի։ Այն կողմը սա հայկական լեռնաշխարհ է։ Միգուցե ինչ որ տարբեր կենդանիներ եւ բույսեր կան, որոնք հայկական անվանումներ են։ Սա Թուրքիա է, սա Ադրբեջան է, սա Վրաստան, սա Պարսկաստան։ Փակեք այդ թեման։ Մենք հիշում ենք, որ 2 տարի առաջ Նարեկ կգամ ստեղ։ 2 տարի առաջ ազգային ժողովում 2 տարի առաջ ազգային ժողովում երբ հարց հնչեցվեց Սահմանադրության փոփոխության մասին, որ Ադրբեջանն ասում է պետք է Սահմանադրությունը Հայաստանը փոխի, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, դուք 2 տարի առաջ ասացիք, եթե նման բան արվի, դա երկկողմանի պետք է լինի։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ եւս կան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հիմա հրաժարվել եք պահանջելուց։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում են, մասնավորապես ես եմ ասել, այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի Հանրապետության շահերի համար։ Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար։ Դրանք արվում են Հայաստանի Հանրապետության գոյատևման, Հայաստանի Հանրապետության գոյության, ապագայի համար։ Եվ դա արվում է մեր կողմից այդ նպատակներով։ Ադրբեջանը, լսեք, դե թող մտածեն իրենց Սահմանադրության մեջ որ պահանջներ կա Հայաստանի նկատմամբ։ Մտածեն այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Ադրբեջանը մի օր կթուլանա, մենք կթանք եւ ռևանշիզմով կզբաղվեն։ Թող այդ մարդիկ եւ իրանք իրար հետ զրուցեն։ Մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության։ Չենք ներկայացնում Ադրբեջանին, որ եթե մենք փոխում ենք Սահմանադրությունը, դուք եւս փոխեք այն դրույթները, որը խնդրարարություն պահանջատիրական է Հայաստանի նկատմամբ։ Ձեր մտածելակերպը փոխեք։ Մենք այդ Սահմանադրությունը փոխում ենք, որովհետեւ Ռուսաստանը հիմա կրակում է Ուկրաինայի վրա, բանը Ամերիկան եւ Իսրայելը կրակում են Պարսկաստանի վրա, Իրանը կրակում է միևնույն ժամանակ բոլոր իր հարևանների վրա եւ ինչպես Կարինեն Արտարացի նշեց, Տրամպը ասել է, որ գործում է ուժի իրավունքը։ Մենք դա 2 տարի առաջ այլ իրավիճակ էր եւ քաղաքական գործչի համար եւ ընդհանրապես մարդու համար ամենավատ բանն է, որ ինքը փոխվող աշխարհի մեջ ինքը նույն
այլ բանը չասեմ։ Նույն բանն է փոխվում։ Հասկացանք, որ մենք ոչինչ չենք կարող Ադրբեջանին ասել եւ միևնույնն է չի ընդունվելու դրա համար Ես հրաժարվեցին։ չգիտեմ մենք կարող ենք թե չենք կարող նման բան ասել, որովհետև մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել ենք եւ խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա եւ խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են։ Ես կասկածում եմ խիստ ձեր ընդդման մեջ, թե մենք կարող ենք թե չենք կարող, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում, չգիտեմ, ինչ-որ մուսկուլների չափման տրամաբանության մեջ մտնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որովհետև նման օրակարգ չկա։ Ես չեմ մտածում ձերպես։ Ես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է, որ ինքը լավ զորք ունենա։ Ես այնց եմ անում, որ Հայաստանի Հանրապետության բանակը լավ զինվի եւ կարողանա իրեն պաշտպանել։ Ես չեմ մտածում, որ ես պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ որ բան պարտադրեմ, որ վաղը ինքը մտածի ինչ որ բան պահպանի։ Ես մտածում եմ Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ Հայաստանի Հանրապետության շահը ասում է, որ մենք պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ որպես տարածաշրջանում վտանգ դիտարկի։ Եվ ես սա համարում եմ այն բաներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է